Բարերեգո սիրելի հերոստատիտորներ, ըստ երևույթին Հայաստանի 5-րդ շարասյունը գշարունակե չարաշահել ապրիլ 24-ը և նաև գշարունակե ապագայունացնել հայկական հանրապետությունը, ինչպես որ 100 տարի առաջ հայ ակտիվիստներ սրտացավորեն գսեին թուրքը գփորձե Հայաստանը ներսեն դրակացնել, բայց հիմա այս օրերուն Թուրքի գողքին ավելացած է ռուսական դաշնությունը և թշպախտապար ռուսական դաշնության այսօրվա մենադերը Պուտինը իր շուրջը հավաքած է բոլոր քաղաքական զիբիլանոցի ուրեմն դարերը Հայաստանի մեջ և ըսպյուրքի դարասկին բարոն Պուտինի ռեյթինգը 2020 թվի 44 օրյային ետքը բավականին դուժեց, սակայն Հանցինս Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Քարեքին Եգորտին և Գյումրիի մեջ բոլշևիկ Վարդան Ղուկասյանի վերահայտնությունը, որ բավականին հետաքրքիր անցյալ ունի և ընդհանրապես նախկին ռեժիմականները ժխտական անցյալ ունին և պետք է ասել, որ ըսպյուրքի մեջ և հատկապես Ամերիկայի մեջ նախկին ռեժիմականները, ռոբո սերժականները և բոլշևիկ թաշնակները, այո, բոլշևիկ թաշնակները ի հակապատկեր արտերկրի թաշնակցականներուն։ Արտերկրի մեջ առողջ մտածող թաշնակցականներ կան, իհարկե արտերկրի մեջ կան նաև սորոսական թաշնակցականներ, որոնք ոչ մեկ ձև հայրենասիրության, ասենք արտահայտություն իրականացնելու ընդունակ չեն, ադալ ուրիշ մեկ, ինչպես որ մեծ մայրս կսեր բելամը Հայաստանի գլխուն, բայց ամենամեծ վտանգը այսօր կսպառնա ներքին 5-րդ շարասյունի արգայության պատճառով։ Եվ այս ներքին 5-րդ շարասյան անդամները, ինչպես որ գիշեք փետրվարի վերջերը, երբ որ նախագահ Թրամփը Սիլիբիլի նախանշաններ, գեղձ նախանշաններ սկսավ ցույց տալ, արդեն իրենք սկսան հրավառության և հանկարծ ընդհատակեն Ռոբերտ Քոչարյանը վերստին հայտնվեցավ, հրապարակ ելավ և սկսավ ուրախ մամլո ասուլիսներ տալ և ասելով, որ մենք արդեն վերադարձի ճանապարհը բաց է մեզի համար և արդեն այն ժամանակը շատերս կհիշենք, թե ինչպիսի փաստերով ցերխոնար զարան ներկայացավ և կանխազգուշացուց Հայաստանի 5-րդ շարասյան, թե ինչպես իրենց ախորժակին կացախ կհրամցվի և հետագային բարձվեցավ այդ բոլոր ոչ թե կանխազգուշացումները, որ ես չկատարեցի, այլ ընդհակառակը ես վերլուծական ներկայացուցի և այդ վերլուծությունը, որ ես ներկայացուցած էի, փաստերու վրա է և ժամանակը եկավ հաստատելու և վերահաստատելու այդ վերլուծումի գլխավոր կետերը և մենք արդեն հիմա այս օրերուն իրազեկված ենք, անոնք ովքեր մոդեն կհետևին ռուսական դաշնության հարձակումին և այդ զարգացումներուն Ուկրաինայի մեջը արդեն մի քանի ժամ առաջ Եվրոպայի և Ամերիկայի աշխարհաքաղաքական դեսապանները և վերլուծաբանները հաստատեցին և վերահաստատեցին, որ Ռուսիան ամեն օր ավազախռումի մեջ է։ Հիմա արդեն ավելի քան 1.5 միլիոն զոհ տված է և չախչախիչ բարդություններու շարամը սկսած է և ինչպես որ վերջին ժամերու ընթացքին իրազեկվեցանք, նախագահ Պուտինը առաջարկած է երրորդյա զինադադար և անշուշտ
ոչ մեկը հավաքական արևմուտքի մեջը հավատք գնձա է բարոն Պուտինի զինաթաթարին։ Իսկ ինչ կվերապերի Հայաստանի 5-րդ Շարասյան վարվելագերբին, պետք է ասել, որ բարոն Պուտինի ռեյտինգը, որ արդեն 44 օրյայի ասենք արդիվ, կատարած թավաջանության արդիվ, իր ռեյտինգը, որ ԱԱԿ-ին ինգած էր, հիմա վերջին օրերուն առավել ռեյտինգը ինգած է և ոչ թե զերո է, այլ ժխտական է։ Եվ այդ ժխտական ռեյտինգին իրենց չագերդյալ ներդրումը կկատարեն հին քողապետականները, հանցինս Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Քարեքին Եգորթին և Հայաստանի բոլշևիկ թաշնակները, որոնք երեք ՀՀՇ-ական էին, մեկ քիշերվա մեջ հաջորդ առավոտ արթնցան և եղան թաշնակցական, հիմա անոնք ներխուժած են Հայաստանի թաշնակցական գարույցեն ներս և գտեսնենք ինչպիսի սխալ ճանապարհներով առաջ կերտան։ Եվ պետք է ասել, որ ես գխոնարիմ, քննադատական խոսք ունիմ բազմաթիվ քաչարի արցախցի հրապարակախոսներու արդիվ, որոնք քաչապար և ազնվամտորեն կբարձրացնեն այն փաստերը, թե ինչպես հին ռեժիմականները, որ նաև կգոչվին Ղարաբաղյան կլան, ոչ թե Արցախյան, Ղարաբաղյան կլան, այսինքն Ղարաբաղյան մաֆիա, ինչպիսի սրիկայություններ իրականացուցած են, կործածած են 44 օրյա պատերազմի ընթացքին Արցախի մեջ և ինչպես որ բարոն Գագիկ Սաֆարյանը բազմիցս բարձրացրած է, ինչպես նաև Ռոման Բաղդասարյանը և ուրիշներ, ինչպիսի սրիկայություններ և թավաջանական ակտեր կործած են, որ ամեն կերպ օգտակար ըլլան Ռուսաստանին և նաև Ադրբեջանին, որ արհեստական ձևով հայկական պաշտպանությունը ցախողեցնեն և ապահովեցնեն Ադրբեջանի հաղթանակը։ Շուշի անկումը նույն բաղմությունը կհիշեցնե անոնք ովքեր բաղմության մոդեն հետևած են Գարսի անկումին արդիվ։ Հիմա նոր մեջտեղ գել է, որ ինչպես ռուսական դաշնությունը Բուդլերի, ինչպես որ պրոֆեսոր Լևոն Շիրինյանը բազմիցս անվանած է ինքը Բուդլեր, Բուդլերի հրահանգով, ցուցմունքով, թելացությամբ սաբոտաժ ըրած են հայկական պաշտպանությունը։ Եվ հետաքրքրականը այն է, որ այսօրվա օրով մեկ կողմեն ռուսական դաշնությունը հակառակ է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության համար զինվի, իսկ Հայաստանի բարակային Բուդլերի ներկայացուցիչները հանցինս Ռոբերտ Քոչարյանին և ընդհանրապես 5-րդ Շարասյան նաև մեղսակցելով Ալիևին, Բաքուի Ալիևին, կբարձրացնեն իրենց ընդդիմությունը Հայաստանի ինքնապաշտպանության համար զինվածության արդիվ։ Միասին դիտենք այս տեսանյութը և շարունակենք մեր զրույցը։ Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև Հայաստանի զինվելու, զինամթերք ձեռք բերելու հետ կապված, նրա խոսքից կարելի էր հասկանալ, որ Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ այդ բոլոր պայմանագրերը եւ այլն առ-ոչինչ են, մինչդեռ սկսել էր գովել ռուսական 70-80-ականների հոպը, մեջբերելով թե Ուկրաինայում ինչ է անում Ռուսաստանի Դաշնությունը։ Դե մեկ Ալիևն է բողոքում մեր այժմյան զինվելուց, մեկ Քոչարյանը, եւ սա հեչ պատահական չէ, որովհետեւ շատ տարբեր ասպեկտներով հայանպաստ հատկապես դրվագներով նրանց խոսքը չգիտես ինչու միանման է լինում եւ զենքի հետ կապված եւս Ալիևն էլ է բողոքում, որ Հայաստանը զինվում է որակյալ զին տեսակով եւ Քոչարյանն էլ է բողոքում դրանից, գովելով ռուսական զենքը, ինչը օրինակ Ալիևը չի անում, տարօրինակաբար, բայց բոլորս գիտենք ռուսական զենքի առհասարակ սպառազինության ձեռքբերման պատմության եւ դրա չստացման պատմության մասին։ Ռոբերտ, ինչ վերաբերում է զինտեսակներին եւ զինտեխնիկային, կարեւոր է նշել, որ Հայաստանը զինվում է միայն ինքնապաշտպանական նպատակով, դա չունենալով նպատակ օգտագործել իբրև
հարցակվելու միջոց եւ սա կարեւոր է ֆիքսել ամեն անգամ այս թեմայից խոսելիս ժամանակ։ Ուրեմն լսեցինք, թե ինչպիսի ճշմարտախոսությամբ ազգային ժողովի պատգամավոր քաչարի գերբով գխոսի այն փաստի մասին, որ քիչ առաջ ակնարկեցինք, եւ հետաքրքրանը այն է, որ երկու պետությունները, որոնք ձնյալ իրավունք ունին զինվելու ինքնապաշտպանության համար, թիրախ դարձած են նույն խմբավորումի կողմը։ Այդ խմբավորումը Բաքու եւ Մոսկվայի խմբավորումն է, որ ամեն կերպ կպայքարին, որ ոչ Ուկրաինան, ոչ ալ Հայաստանը զինվին։ Եվ որպես դխուր լուր 5-րդ Շարասյան մեր ներքին թավաջաններուն պետք է ասել, որ ի հակառակ իրենց ախորժակին աշխարհական զարգացումները գերտան այն ուղղությամբ, որ հավաքական արևմուտքը վերջնականապես վճռած է, որ ամեն կերպ դիկտատորաները տարածքաշրջանի մեջ պիտի վերանան, անպայման որ պիտի վերանան, եւ Եվրոպայի մեջ այսօրվա օրով երկու դիկտատորա մնացած է, մեկը այսօր այսպես կոչված Թուրքիան, մյուսը այսօր այսպես կոչված ռուսական դաշնությունը, եւ մենք անցյալին աբակա այսօր այսպես կոչված Թուրքիո քարտեզը դիտեցինք եւ գիտենք ինչպիսի աբակա կսպասե Թուրքիային, իսկ նույն դիպի աբակա կսպասե երկուքին քարտեզները հիմա գտիդենք, հաջորդ քարտեզը ռուսական դաշնության այսօր այսպես կոչված ռուսական դաշնության աբական։ Ուրեմն հավաքական արևմուտքը վճռած է Թրամփով կամ առանց Թրամփի։ Չմոռանանք, որ Ամերիկան այո ժողովրդավարական պետություն է, սակայն ամենակարևորը Ամերիկան ինստիտուցիոնալ հիմնարկային պետություն է, նախագահները գուքան գերտան, ինչպես որ ասենք Բայդենին առաջ ասենք Թրամփն էր, Թրամփին առաջ Օբաման էր, Օբաման քնած դեղը Բայդենը եկավ, Բայդենը քնած նորեն Թրամփը եկավ, Թրամփը բիդերտա դեղը բիդիկա Ջիմ Անդերսոնը, գապ չունի թե ով է նախագահ։ Ամերիկայի այն ամենակարևոր գառույցը ռազմա քաղաքական շրջանակները ներկայացնող գառույցը անփոփոխ կմնա։ Եվ այն ինչ որ Թրամփի վարչակազմը կբարձրացնի դարբեր, ասենք ջղավորված, շերտավորված քաղաքականության մասին, այդ խոսակցությունները բոլորը կարևոր չէ, որ մենք հատ նստենք վերլուծենք եւ առաջադրանք կա հերոստատիդոներու կողմէ, որ Հայաստանի հրապարակախոսները շատ ժամանակ չծախսեն Թրամփի վարչակազմի կամ որևէ այլ վարչակազմի բարձրացնած քաղաքական թիրքավորման մասին, այլ անընդհատ ժողովրդին զգուշացնեն, որ այո միայն ինքնապաշտպանությամբ կա Հայաստանի փրկություն։ Եվ ադոր օրինակը, գրքնօրինակը, որ մենք պետք է իրականացնենք, Քարեքի նշտեի կողմէ ստեղծված ամրոց պետության քաղաքապարախոսությունն է։ Շատերս գիտենք, որ ինչպես 1920-ին, երբ Բաքուեն եկող սովետական 5-րդ բանակը եւ Անկարային եկող քեմալական թրքական բանակը բարձրացնեցին, թե ինչպես մենք 3 օրվա մեջ չայ պիտի խմենք Գորիսի մեջ, եւ այդ 3 օրը վերածվեցավ 3 ամսվա, 4 ամսվա, 6-7 ամսվա, շնորհիվ Քարեքի նշտեի եւ ռազմականացած սյունեցիներին։ Եվ այստեղը պետք է մենք իսկապես խոնարհենք այն մեր սյունեցի նախահայրերուն եւ Քարեքի նշտեին արչեւ, թե ինչպես իրենք բարդության մատնեցին սովետական Գարմիր բանակը եւ քեմալական թրքական բանակը եւ վերջավորության Քարեքի նշտե հաջողեցավ այն ժամանակ նոր սովետականացվող սոցիալիստական Հայաստանի Հանրապետության գազմեն ներս ամրագրել Սյունիքը
Հիմա մենք ունենք այնպիսի իրավիճակը, որ ովևէ ժամանակ գրնա բայթիլ բادرազմը Պակիստանի եւ Հնդկաստանի միջև նույնպես եւ կարող է բادرազմը բայթիլ ասենք Իսրայելի եւ Իրանի միջև հաջորդ օրերուն մենք գիտենք որ ինչպես Նաթանյահուն 5 օրվա այցելությամբ Բաքու պիտի գտնվի եւ նաեւ Ամերիկայի մեջ նեոբահբանողականները ամեն ինչ գնեն որ Ամերիկան ուղագի հարցակի Իրանի վրա սակայն ամերիկացի հայրենագիցներ հայրենասերներ չեն ուզեր որ ուղիղ բادرազմը լա Ամերիկայի եւ Իրանի միջև այլ հյուրիական համացանությունը գնկվի եւ վերջավորության Իրանը վերամիանա արևմուտքին շղթա գազմելով Հնդկաստանի հետ եւ նաեւ արևմուտքին հետ որպես բադվար ռուսական դաշնության եւ Չինաստանին թեմ եւ ասի ովևէ գեր խուսափելի աշխարհակաղակական սցենարը չէ քալիկ օրերը ամիսները դարիները պիտի ցույց տան թե ինչպիսի իրավիճակ պիտի ստեղծվի իսկ ինչ կվերապերի ներքին 5-րդ շարասյան եւ Գյումրիի մեջ խայդարակ ռևանշիզմի արդիվ մենք պետք է մենք մեզի քննադատենք ամենակարևորը պետք է ինչպես որ 2021 թվականի արդագարգ ընտրություններու ժամանակ Բողբադե մանդատի մասին խոսվեցավ պետք է այդ Բողբադե մանդատը կորզաթվի եւ պատճառը որ մենք այսօր կորձ ունենք 5-րդ շարասյան այս ներքին խայդարագությունները ասենք առաջ քշելու արդիվ մենք կորձ ունենք անոնց հետ որովհետեւ բռնականցման օրենքը լիագադար գերբով թերևս չէ կորզաթրված պետք է ասել որ ներգա Փաշինյանի ղարավարությունը կարողացածին չափ կորզաթրած է բայց պետք է թադա իրավական համագարքը ազատվի ռսաստրուկները եւ ընդհանրապես pedagogan համագարքը ազատվի բոլոր ռսաստրուկները որովհետեւ Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը եւ պաշտպանությունը ամեն կերպ ջիսեվով կորզի լսենք այս հաջորդ դեսանյութը եւ հետո կանցնենք մեր հաջորդ զրույցին Երեք ինչ որ նախաձեռնության շրջանակներում դասախոսների ու ընկերների հետ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանը, 1 ժամից ավել է տևել այդ հանդիպումը, ամենատարբեր հայտարարություններ է արել, բնականաբար մեղադրել իշխանություններին ամենատարբեր մեղքերի մեջ եւ նաեւ խոսել համախմբման մասին, որոշ հարցերում հնարավոր չի տեսել 15-20 հոգանոց դաշինքը, բայց նաեւ նշել է, որ կոնկրետ նպատակի շուրջ այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր է իրենք համախմբվել եւ օրինակ 26-ին ինչ որ միասնական տեխնացուով հանդես գան։ Իհարկե, մինչ համախմբման պատեհ պահը իսկ ընտրություններից հետո է կհայտարարեն իրենց տարաձայնությունների, անձնական հարաբերությունների վատ, տեսակետների տարբերությունների մասին Եվ վերջում իհարկե կհամախմբվեն ինչ-որ առանցքի շուրջ եւ այնպես ինչպես արեցին Գյումրու ընտրությունների ժամանակ հավաստիացրեցին քաղաքացիներին, որ նրանք չեն համախմբվի, նաեւ դաշտ նետեցին իրենց հետ իբր կապ չունեցող, բայց շատ ուղիղ աֆիլիացված մարդկանց եւ ցավոք այս տեխնոլոգիան ունեցավ արձագանք, այսինքն շատերը հավատացին իրենց առաջարկած տեխնոլոգիային եւ ի վերջո համախմբվեցին բոլորով եւ ունեցան նախկինի, այսպես ասած, վերադարձ։ Առաջադրանքը այն է, որ ներքին գայունությունը ապահովելու համար օրենքի քերագայությունը խիստ կարևոր է եւ երբ որ հին ռևանշիստները, քողապետականները ռևանշիզմ իրականացնեն խարթախ ճանապարհներով պետք է նոր օրենք մշակվի recall elections անգլերենով recall elections ինչպես որ դարածված է արևմուտքի մեջ եւ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ հետսկոչման կամ պաշտոնազրկման ընդրություններ, որովհետեւ ժողովուրդը երբ որ տեսնե, ինչպես որ Վարդան Ղուկասյանի բարակային խապված դուրս եկավ, ժողովուրդը ընտրողները իրավունք ունին հանրաքվե, հadoop ընդրություն գազմագերբելու, հետսկոչելու եւ պաշտոնազրկելու աբորինի եւ խապեբադիր եւ
խաբեբայությամբ Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնին դիրանալու արդիվ իր պաշտոնը չեղարկելու եւ նոր ընտրություններ հայտարարելու։ Պաշտոնազորգման ընտրությունը խիստ կենսական է։ Իսկ ինչ կվերապերի այսօրվա հաջորդ հրադապնույթի մասին, պետք է ասել, որ Վատիկանի մեջ այնպիսի խիստ ժխտական երևույթը ստեղծվեցավ եւ մենք բոլորս ցավիսիտ ականադես եղանք, պիտի որ իմ զրուցակիցը հայտնի հրապարակախոս Բարոն Ոսկա Մխիթարյանը այդ մասին իրազեկե եւ իր դեսությունը ներկայացնի։ Բարոն Չապարյան, իմ սրտից խոսող նույթ լալե անտին, իմ ներքին աշխարհս փոթորգեցնող նույթ մնե այս մեկը, ինչպես որ դուք ագնարգեցիք մեր քաղաքական, մեր երկրի քաղաքական վերվայրումները, նաև պատճառ եղան, որ մենք չգարենանք գետրոնանալ այս նյութի վրա։ Այն ինչ որ բադայցավ սիրելիներ Վատիկանի մեջ ապրիլ 10-ին մեզ կփոթորգեցնե, որովհետև անգամ եւս ագանադես եւ ագանչալու դարձանք այդ պրոպագանդին, որ Բաքուի բռնադերը գփորձե դարաձել ամբողջ աշխարհի մեջ ցույց տալու համար, որ բոլոր այդ գրոնական ժառանգները, նամանավան հայկական մեր գոթողները, Ըլադիգա, Ամարասը, Ըլադիգա, Կանցասարը, Դատիվավանքը, այս բոլորը հայկական չեն եւ աղբանական են, իրենք ալբանական կոչեն։ Ինչպես կրնալալ, որ Վատիկանի բաբական Գրիգորյան համալսարանի մեջ նման օրինակ համախմբումը տեղի ունենա եւ մենք չհրավիրենք։ Այս ժողովին սիրելիներ մասնակցած են Թուրքիան, Ղազախստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Լեհաստանը, Իտալիան, Վրաստանը, Գերմանիան, Ֆրանսան, Կանադան, Լիտվանիան եւ Միացյալ Նահանգները, բայց ոչ հայերը։ Եվ այս բոլորի մասին այս ժողովի ընթացքին պիտի խոսվի հայկական ժառանգության մասին։ Չենք սարմանալ, գիտեմ որ չենք սարմանալ։ Ինչու՞, որովհետև նախընթաց ունի։ Բոլորս ալ գիտենք, որ 1990-ին մինչև 2009 թվական Նախիջևանի Չուրֆա շրջանի մեջ առավել քան 10,000 խաչքարեր հորդակվեցան ուղղակի։ Այդ բոլորը փշրվեցան եւ այս բոլորը իհաճս քրիստոնյա համայն աշխարհի ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ այլ պատմաբաններ քննադատեցին ասելով, որ ասիգա մեծակույն ցեղասպանությունն է 21-րդ դարում, բայց հոմ մնաց։ 2016 թվականին հոկտեմբերի 2-ին հանկուցյալ կաթոլիկ եկեղեցվո Հովվաբեդը Աստվածօքի լուսավորը Բաքու այցելեց։ Շատ հետաքրքրական հայտարարություն վրավայտատեն, որ Ադրբեջանի մեջ գրոնական ազատության եւ համերաշխության մթնոլորտ կա։ Գրնակ երևակայ սիրելիներ։ Նման հայտարարություն մգադարվի կաթոլիկ եկեղեցու Հովվաբեդին գոմե, որ շատ լավ գիտե, թե ինչ կա Ադրբեջանի մեջ եւ ինչն է բացարձակ ճշմարտությունը։ Այդ մասին իմանալու անդրադառնան։ 2020 թվականին փետրվար 22-ին Ալիև Փռնադեր իր գնոջ հետ, Մերիվանի հետ այցելեցին Վատիկան եւ խոշոր նվիրատվություն կատարեցին։ Այդ ադեն մամուլը կգրեր 30 միլիոն դոլար, ադիգա հրադարակվածն է, եթե ոչ ավելի, քետնափոր դեղեր, կաթագոմներ վերանորոգելու, ինչպես նաև
ցերակրադունը ավելի զարգացնելու համար։ Այս բոլոր ծրագիրներուն լումա դալեն ետքը հանգուցյալ հովվաբետը ասպետական ամենաբարձր շիքանշանով բարգեւադրվեց Դիգին Ալիևային։ Հիմա իրավունք չունի մսելու, որ գաթոլիկ եկեղեցվո հովվաբետը այս բարակային իրանցի մասին խոսին, որ իրավունք ունի շատ բան փոխելու։ Ասե այն հովվաբետն է, որ քթացողն էր, որ միշտ աղքատներու հետ եղած էր, բայց այսօր թրամով քնված է եւ գահայդարարե, որ Ադրբեջանի ներս գրոնական հանդուրժողություն կա, որովհետև այդ բռնատերը թրամ դվավ Վատիկանին։ Չփավերադիկա։ Այս տարի դակավին ապրիլ 10-ին ժողովը տեղի ունեցավ եւ քիչ առաջ նշեցի ովքեր մասնակցեցան այդ ժողովին, բացի հայերեն։ Հոսեվոր ընդվզումը ավելի գտականա անհադի մեջ, այս բարակային իմ մեջ, երբ լուր է մեր եկեղեցին։ Ամենան հայոց կարեկին կաթողիկոս, երկրորդ կաթողիկոս իր ընդվզումը հայտնեց։ Նույն ընդվզումը հայտնեց Կիլիգիո Արամ կաթողիկոսը, ընդվզում հայտնեց կաթողիկե եկեղեցվո բادرիարք կաթողիկոս Ռաֆայելը, փողոքի ցածում արտահայտեց Երուսաղեմի բادرիարքը, ավելի խիստ բորտկում արտահայտեց ամբողջ արևելյան Եվրոպայի հայրապետական նվիրակ կաթոլիկ եկեղեցվո ներկայացուցիչ Նորադուկյան arczepiskopոսը։ Սիրելիներ, այս բոլորը շրտնային ծառայությունն անցին չանցավ։ Ասիկա Վատիկանի գոմե ճիշտ է որ փարոյական սկզբունքներու անգում է, բայց նույն ադեն ահազանգային թավաժանություն մնե եկեղեցվո նկատմամբ, հայ եկեղեցվո նկատմամբ, որ առաջին եղած է քրիստոնեությունը ընդունելու։ Պետք է արդյոք հիշեցնելու մեր կաթողիկե եղբայրներուն ի Վատիկան, որ դակավին երեք սրբացուցին, Գրիգորն արեգացին, արձանը դնգած են։ Գրնանալ, որ այս ժողովին, որուն գլխավոր թերակատարը այս բարակային հովվաբետը չէր, արևելյան եկեղեցիներու պատասխանատու Գարդինալ Գուջերոտին է, որ նաև կգարձվի բացարիք հայրաքետ մնե։ Այսօր իր ղեկավարությամբ եւ իր ներկայացուցիչի ներկայությամբ այդ ժողովին նման օրինակ այլանդակ հայտարարություններ եղան հայ եկեղեցվո թեմ։ Հոնգա նաև Գիրիլ Բադերյակի ներկայացուցիչը։ Հիմա հարց կուտամ ես Կարեկին երկրորդ կաթողիկոսին։ Վեապար, երեք դակավին շքանշան ստացակ Գիրիլ Բադերյակեն։ Այսօր այդ Գիրիլ Բադերյակի ներկայացուցիչը ներկայ է այս ընդհանուր ժողովին եւ Փերանը չփանար ան ընդհանրակը մասնագից կդառնա այս սդախստյան բատմական հեղաթյուրության։ Ինչ պիտի եսեք դուք։ Լուր պիտի գնաք։ Այդ շքանշան եթե արժանապատվություն ունի, ետ պիտի գրգեք Գիրիլ Բադերյակին։ Ասելով որ ասոր մեջ սրբություն չի գա, ասոր մեջ կա աբագանություն։ Չի կարելի ընդունել մեկը շքանշան, որ համացայն է, որ մեր եկեղեցիները, թարավոր եկեղեցիները հայկական չեն, աղվանական են։ Նույն այդ Կիրիլ Բադերյակ ասկի առաջսինք, Պուտինի այցելության, Պուտին նախագահի այցելությանի Բաքու հայտարարեց Ալիևի ներկայության եւ սա որ Թատյոս Արաքյալը
հայ եկեղեցու հիմնադիրներն չա։ Այստեղ թաղված է եւ գբատկանի աղվան եկեղեցու։ Այս հեղաթյուրիմները ով պիտի գեցնեն վեապար։ Չփավեր մամուլի մեջ հայտարարել որ մենք ցասում գարտահայտենք։ Ձեր ցասումը ցեզի բայցեք։ Կորձնական ցույց տվեք որ հայ եկեղեցին գա պիտի կորձե եւ եթե պետք լա մդրագը պիտի քաշե թեգուս վադիգանի թե այս մեկը ահազանգային թավաջանություն է գգրտնեմ եւ այդ թավաջանությունը պետք է ընդունի վադիգանը արևելյան խորհրդի ներկայացուցիչ արևելյան եկեղեցիներու ներկայացուցիչ Կարդինալ Գուջերոտին շատ լավ գիտեր թե ինչ պիտի լար այդտեղ թեգուզ իրենք վերջին վարգան հայտարարեցին թե այս համաժողովը ինչ կընկերգե այս արիտով գուզեմ նաև հիշեցնել դարիներու երկար քաղաքակետ անհադիմը որն անունը կխնայեմ այսօր դակավին վերջերս ելույթ ունեցավ Facebook-ի մեջ կսե որ ինչ պետք ունի հայությունը փոթորիկ ստեղծելու այս բոլորի մեջ Ադրբեջանը Գրիգորյան բաբական Գրիգորյան համալսարանի սրահը վարձած է եւ ոնի ելույթ ունեցավ դուք ինչու կմեղատրեք Վատիկանը այսպիսի սոփեստություն ցանկիս մեջ չեմ լսած ես Վատիկանը իր համալսարանի չէ Վատիկանին վերեն թրջող ջանջին սերը գիտե արու է թե եք դուք այսօր կփորձեք որպես հին քաղաքակետ համոզել այդ ժողովրդին որ Վատիկանը դեղյակ չէ թե բաբական Գրիգորյան համալսարանի մեջ ինչ տեղի պիտի ունենա ամոթ է քոնե մի ելեք փեմ եւ այսպիսի սոփեստություն մի հայտարարեք Վատիկանը քիդագեր այս բոլորին գլխավորությամբ Կարդինալ Գուջերոտին եւ այսօր Կարդինալ Գուջերոտին բարդավոր է հաշիվ տալու հայ եկեղեցու որու մեջ մենք պիտի լանք բահանջադեր Կարեկին Գաթողոս Արամ Գաթողոս մեզի պիտի ցայնակցին անպայման մեր գաթողի եղբայրները մեր փողոքական եղբայրները այս ժառանգությունները հայկական են սիրելիներ հարանվանական չեն հայկական են այս բոլորը եւ եթե մենք դեր չգանքնենք մեր իրավունքներուն գտեստեք ինչպես բռնադերը գրնագոր թրամով քնել Վատիկանի պես հսկա բեդությունը եւ հեղաթյուրել ամբողջ պատմությունը մինչև երբ պիտի հանդուրժենք այս բոլորին ոչ միայն մեր եկեղեցին մեր մամուլնալ իր գոմե իր բաժինը պիտի բերե բոլոր թերթերում մեջ ուզենք լսել եւ գոչ ուղեն Վատիկանին որ հետս գոչե եւ նաեւ թադաբարդե բոլոր անոնք որոնք արիտ տվին այս համակումարի այս համակումարը մեզ անգամ եւս վարգապեգեց ոչ ոք իրավունք ունի այո գռնա մեկ ամբողջ 2 բիլիոնոց եկեղեցի իլա Վատիկանը դարբեր ժողովուրդներով համախմբված բայց ոչ ոք իրավունք ունի հայ եկեղեցու իրավունքները խելելու եւ գամանոր բատմությունը արժանավոր բատմությունը հեղաթրելու ժամանակն է որ մենք մեր իրավունքները բանջենք կորզնական չփավեր շրտային ծառայություն մեր ցանկը գարձեք թե շրտային ծառայություն եղած է կորզնական միասին ինչ պիտի ունենք եւ Վատիկանեն ինչ պիտի բանջենք արիտ չդակ չմորնակ ամեն օր մեր ժառանգները ցեղասպանության ենթարկվին Ադրբեջանի մեջ եկեղեցիներ կփլվին մզգիթներ կվերածվին գքանթվին քերեզմաններ հազարամյա մեր այդ մշակութային գոտողները կան հետանան այս բոլորին թեմ
Մենք կորզական քայլ մի առնենք սիրելիներ։ Բոլորս միասին։ Գարելի չէ այսուհետ լուր գնալ այս բոլորիդ։